մարդու իրավունքների չափազանց շատ չլուծված խնդիրներ կան, բայց մենք կարևորել ենք հենց անհայտ կորածների խնդիրը եւ այս մոտեցումը կարծում եմ արդարացված է, բարոյական է, մարդկային է, իրավական է։ Անհայտ կորածների խնդիրը բազմաշերտ է։ Մենք իհարկե ունենք նաև գերիների չլուծված խնդիր, սակայն եթե համեմատելու լինենք, գոնե գերիների պարագայում մենք գիտենք նրանց գտնվելու վայրը։ Կա որոշակի աշխատանք, որի կատարումը կարող է հանգեցնել այս խմբի ազատ արձակման, իսկ անհայտ կորածների պարագայում մենք նրանց չենք կարող վերադարձնել, քանի դեռ չենք պարզել նրանց ճակատագիրը։ Եվ առանց արդյունավետ քննության, որոնողական գործողությունների համագործակցության մենք պարզապես չունենք տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի, վիճակի, ողջ կամ մահացած լինելու հանգամանքների վերաբերյալ, որը ստեղծում է անորոշություն։ Եվ անհայտ կորածների խնդիրը նաև միջազգային արձագանքի արժանի հարց է, որը այս անորոշությանը տվել է իրավական որակում։ Անհայտ կորած անձանց ընտանիքները երբ տևական ժամանակ հայտնվում են անորոշության մեջ, անզորության մեջ եւ պետական գործելակերպը չի հանգեցնում տեղաշարժերի, նրանք կրում են տառապանքներ, որը հաղթահարում է այնպիսի շեմ, ինչը կարող է որակվել որպես հոգեբանական խոշտանգում։ Այսինքն մենք գործ ունենք մի խմբի հետ, որը շարունակակար խոշտանգման զոհ է դառնում, մինչդեռ խոշտանգումը արգելված է եւ այն բացարձակ արգելք է։ Մենք խոսում ենք ֆիզիկական խոշտանգումների դեմ պայքարի մասին, սակայն կարծես թե անտեսում ենք հոգեբանական խոշտանգման զոհերի խնդիրը։ Եվ այս անորոշության պայմաններում ընտանիքները նաև չեն կարողանում իրացնել շատ փոխկապակցված իրավունքներ, օրինակ մարդկային արժանապատվությունն է ոտնահարվում, ընտանեկան անձնական կյանքը պարզապես բացառված է եւ շատ այլ մարդկային իրավունքների իրացումը անհնարին է դառնում, օրինակ հուղարկավորության հետ կապված կամ օրինակ կրոնական համոզմունքներին համահունչ մահացածի պարագայում աճյունը հողին հանձնելու, ինչը կրկին շարունակական ցավ եւ տառապանք է պատճառում։ Հարցը ունի երկու հարթություն՝ միջպետական եւ ներպետական։ Միջպետական խնդիրը հիմնականում առնչվում է Ադրբեջանին, ցավոք սրտի անհայտ կորած անձանց վերջին հայտնի գտնվելու վայրերը այս պահին գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ էապես սահմանափակված է Հայաստանի Հանրապետության քննչական կամ այլ մարմինների հնարավորությունը ինքնուրույնաբար իրականացնել քննությանը միտված գործողություններ։ Իհարկե քննությունը դեռևս հնարավոր է, սակայն այն հատվածական է, քանի որ ապացուցողական մի զգալի մաս գտնվում է Ադրբեջանի բացառիկ իրազեկվածության, տիրապետության ներքո եւ առանց համագործակցելու պատրաստակամության քննությունը չի կարող բացահայտել ճշմարտությունը։ Ճշմարտությունը, եղելությունը իմանալու ընտանիքների իրավունքը հնարավոր չի լինի իրացնել։ Բայց մենք ունենք նաև ներքին խնդիրներ, որոնց մասին հպատցիկ ելույթներում խոսք ասվեց, հատկապես կարևոր է անհայտ անձանց կարգավիճակի հստակեցումը։ Հետաքրքրական է, որ որքան էլ Հայաստանի Հանրապետությունը տևական ժամանակ գտնվել է սառած կամ ակտիվ հակամարտությունների փուլում, Հայաստանում բացակայում է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը ամրագրող օրենք։ Փորձեր եղել են դեռևս 2000-ական թվականներին, ընդ որում այստեղ կան նաև մոդելային օրենքներ, այսինքն օրենսդրության ստեղծումը կամ կատարելագործումը բարդ խրթին հարցադրում չէ, քանի որ մշակվել են նաև լավագույն մոդելային օրենքները։ 2007 թվականի նման նախաձեռնություն եղավ, որը ցավոք դրական արդյունք չտվեց եւ 44 օրյա պատերազմից հետո
քննարկումները ինտենսիվացան, շրջանառվեց նախագիծ, բայց արդեն 5 տարի անց մենք չունենք ընդունված նախագիծ, որը կստանար օրենքի ուժ եւ կհստակեցներ այս անձանց կարգավիճակը։ Առանց կարգավիճակի հստակեցման հասկանալի է, որ համակարգված չէ նաև պետության քաղաքականությունը սոցիալական ոլորտում, հոգեբանական աջակցության եւ ինչու ոչ նաև քննության։ Հայաստանի ներկա օրենսդրությունը ունի տարբեր դրույթներ, որոնք ցրված են տարբեր օրենքներում, իրավունքի ճյուղերում, կան բազմաթիվ պատասխանատուներ, սակայն ձևավորված չէ կենտրոնական մարմին, ում պատասխանատվության եւ համակարգման ներքո այս խնդիրները պետք է լուծում ստանան։ Մեր գնահատմամբ հրամայական է, որ օր առաջ անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակ ամրագրող օրենքը մտնի ուժի մեջ, որին կհաջորդի նաև պետության միասնականացված եւ որոշակիացված քաղաքականությունը նրանց հոգեբանական, սոցիալական, իրավական աջակցություն ցուցաբերելու գործում։ Այստեղ մենք կարևորում ենք նաև հանրային աջակցությունը, որպեսզի վերջնականորեն ձևավորվի այն քաղաքական կամքը, ինչը կհանգեցնի կարճ ժամանակահատվածում այս օրենքի ընդունման։ Հիմա օրենքի բացակայությունը առաջ է բերում նաև գործնական խնդիրներ, մենք տեսնում ենք նաև պրակտիկայում ոչ միասնական մոտեցում, օրինակ քննարկում ենք դեպքեր, երբ ԴՆԹ ունեցող որոշ ընտանիքների պարագայում քաղաքացիական գործեր քննող դատարանները անհայտ կորածին համարել են անհայտ բացակայող, բայց ունենք նաև իրարամերժ հակասական մեկ այլ իրավիճակ, երբ ԴՆԹ գոյությունը բացառել է անհայտ բացակայողի կարգավիճակի շնորհումը եւ առանց այս կարգավիճակի ընտանիքը նաեւ զրկված է այլ արտոնություններից օգտվելու հնարավորությունից։ Առանձին չեմ ուզում քննարկման առարկա դարձնեմ, թե որ դատարաններ իրավացի կամ ինչ ստանդարտ պետք է կիրառվեր, բայց կարող ենք արձանագրել, որ մենք նույն հարցի վերաբերյալ ունենք տարբերակված մոտեցումներ, այսինքն իրավակիրառական պրակտիկայում քաղաքականությունը ընտրողական է, միասնական չէ, եւ սա էական խոչընդոտներ է առաջացնում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Եվ անդրադառնամ նաև միջպետական բնույթի խնդրին, այստեղ մենք խիստ կարևորում ենք միջազգային ներգրավվածությունը, այդ նպատակով գործարկվել են մի շարք մեխանիզմներ, միավորված ազգերի կազմակերպության շրջանակում, սրա վերաբերյալ ավելի մանրամասն կներկայացնի իմ գործընկերը, մենք առավել ինտենսիվ գործունեություն ենք իրականացնում մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նշեմ, որ անհետ կորածների խնդիրը շարունակական խախտում է եւ այն առնչվում է կյանքի իրավունքին, խոշտանգումներից զերծ մնալու, մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, առանձին դեպքերում նաեւ խտրականության արգելքին, ուստի այս իրավունքների համադրմամբ մենք ներկայացնում ենք գանգատներ անհետ կորածի յուրաքանչյուր դեպքի առնչությամբ, գործերը գտնվում են քննության փուլում եւ նաեւ հստակեցնեմ, որ բազմաթիվ գործեր մենք վարում ենք հենց ընտանիքների լիազորագրերի հիման վրա եւ անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կունենան հայ-ադրբեջանական հարաբերությունները, արդյոք խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի միջպետական գանգատների հրաժարմանը, թե ոչ, այս գործընթացները ազդեցություն չեն կարող թողնել անհատական գանգատների ընթացքի վրա, մենք հանձնառել ենք այս անհատական իրավունքների պաշտպանությունը եւ ակնկալում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում կունենանք միջազգային մարդու իրավունքների ատյանների իրավական դիրքորոշումները, սրանք կարևոր են, քանի որ նաեւ ծառայելու են ուղենիշներ
հետագա հարաբերություններում եւ ինչու ոչ դատական ակտեր, հա, Եվրոպական դատարանի վճիռներ ունենալու պարագայում խնդիրը քննարկման առարկա է դառնալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, քաղաքական մարմնում եւ ակնկալիք ունենք, որ միջազգային նաեւ ներգրավվածությամբ, ճնշմամբ հնարավոր է լինելու քայլերի ձեռնարկում նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից։